Գործնականում բոլոր երկրների հանդեպ բարձր մաքսատուրքերից հետո ԱՄՆ վարչակազմը հաշվում է այն երկրներին, որոնք պատրաստ են բանակցել Վաշինգտոնի հետ առևտրային նոր համաձայնությունների համար։ Ինչպես հայտնի է, բարձր մաքսատուրքեր են բաժին հասել նաև Հայաստանին։ Թեև Հայաստանն այն երկրների շարքում է, որոնց հանդեպ մաքսատուրքերն ԱՄՆ վարչակազմը բարձրացրել է ամենից քիչ՝ 10%-ով։ Օրինակ, նույնիսկ դաշնակից Իսրայելի հանդեպ մաքսատուրքերը բարձրացվել են 17%-ով։ Հայաստանի համար իհարկե 10% մաքսատուրքն էլ բավականին շոշափելի բարձրացում է։ Հաշվի ենք առնում տնտեսության ծավալներն ու ներուժը։ Բոլոր դեպքերում Հայաստանի տնտեսությունը այսօր մի վիճակում է, որ թանկ է ամեն կաթիլը, որ կարող է կորչել թեկուզ նվազագույն տոկոսով։ Այս դեպքում մաքսատուրքերի բարձրացման պարագայում։ Ի վերջո, յուրաքանչյուր երկիր պետք է մտահոգվի իր չափով, մտորի իր խնդիրները լուծելու մասին։ Առայժմ Երևանից չկա որևէ հայտարարություն այն մասին, որ պատրաստվում են ԱՄՆ ադմինիստրացիայի կամ պետքարտուղարության հետ քննարկել մաքսատուրքերի վերանայման հարցը։ Ընդ որում, քննարկում ամենևին չի նշանակում մաքսատուրքերի իջեցման վերջնական նպատակ։ Խոշոր հաշվով հնարավոր է փոխհատուցում բառի բուն կամ ճակերտավոր իմաստով։ Պայմանական իմաստով փոխհատուցման շատ տարբերակներ կան։ Հենց դրա համար էլ կարևոր է բանակցելը։ Գուցե դրա արդյունքում հնարավոր է հասնել համաձայնության, երբ նահանգները Հայաստանում կիրականացնի ներդրումային որևէ ծրագիր, որի նպատակը կլինի բարձր մաքսատուրքերի հետևանքով առաջացած խնդիրները չեզոքացնելը կամ մեղմելը։ Եվ իհարկե, միանգամայն հնարավոր է նաև պարզապես մաքսատուրքերի նվազում։ Հնարավոր է ամեն ինչ, եթե իհարկե կա դրա ուղղությամբ աշխատանք, աշխատանքի ցանկություն, նպատակ եւ իհարկե աշխատանքը իրականացնելու մասնագիտական կոմպետենտություն։ Առայժմ կարծես թե չկա նույնիսկ տեղեկություն Հայաստան այդ թեմայով թեկուզ նախնական կոնտակտ ունեցել է Միացյալ Նահանգների վարչակազմի հետ, թե ոչ։ Ես Հայկն եմ Կարապետյան, կսպասենք հետագա զարգացումներին։ Պինդ եղեք։